Բոլորին, դուք գտնվում եք Os Performance YouTube-յան ալիքում։ Այսօր եկել ենք խոսանք մի հրաշալի մեքենայի մասին, Volkswagen Routan։ Մեքենան արտադրվել է 2009 թվականին ԱՄՆ-ում, գտնվում է գերիձելական վիճակում, նշեմ, որ մեքենան վաճառվում է, մենք նաև զբաղվում ենք ավտովաճառքով, այդ ամենը կարող եք տեսնել մեր Instagram-յան, TikTok-յան եւ Telegram-յան էջերում, որտեղ ես կթողեմ բոլոր հղումները։ Մեքենան շատ իդեալական եւ տուրիստական գործի համար շատ իդեալական մեքենա է։ Այստեղ կարող ենք ֆիքսել, որ Volkswagen-ի զնակը ունի նաև ֆարերի մեջ։ Այս մեքենան ամերիկացին արտադրել է, անունը դրել է Volkswagen, բայց վերևում թողում եմ երկու մեքենա, Dodge Grand Caravan եւ Chrysler Grand Voyager։ Այդ երկու մեքենաները նույն պատկանում են այս մեքենային, ուղղակի ամերիկացին այս մեքենայի անունը դրել է Volkswagen Routan, բայց ինքը նույնը թե ավտոպահեստամասերի առումով, թե ընթացային մասերով ամբողջովին Dodge Grand Caravan-ը եւ Chrysler Voyager, իր բոլոր բիրկաների վրա այդպես գրված է։ Այս մեքենան 3.8 ծավալային շարժիչով 197 ձիաուժ հզորությամբ է, դեմք հաշող տարբերակն է եւ S կոմպլեկտացիան, այսինքն ինքը ամենաստանդարտ կոմպլեկտացիան է։ 2009 թվականի արտադրանք, 2008 թվականի վաճառք։ Գնվել է Ամերիկայի աջուրտից առանց որևէ վնասվածքի, հա, մի հատ ընդհանուր մեքենայի տեսքը։ Մեքենան ոչ միայն ծառայում է տուրիստական գործունեության համար, այլ նաև բեռնափոխադրման համար է շատ հարմարավետ, քանի որ նրա նստատեղերը ծալվելով դառնում է հսկայածավալ բեռնախցիկ։ Հիմա այդ ամեն ինչը մանրամասները մենք ցույց կտանք եւ այստեղ դուք կտեսնեք գեղեցիկ էդիտ մեքենայի հետ կապված, որը ցուցադրելու է մեքենայի ընդհանուր տեսքը եւ հիմա մենք կանցնենք մեքենայի սրա, որպեսզի ցույց տանք բոլոր հագեցած ֆունկցիաների հետ։ Մեքենայի սրահը նույնպես գտնվում է շատ թարմ եւ լավ վիճակում, տեղադրել ենք հայլի, որի վրա ցուցադրվում է դիմացի դիմապակեն եւ ետևի տեսախցիկը։ Այստեղ ունենք մուլտիմեդիա, FM եւ AM ռադիոյով, AUX-ի հնարավորությամբ, օդափոխման համակարգեր, գեղեցիկ դարակ բաժակի համար, այստեղ նույնպես ունենք գեղեցիկ բար։ Նշեմ, որ մեքենայի զապասանիվը գտնվում է այստեղ, որը մենք ձեզ ցուցադրելու ենք, թե ինչպես է տրոսի օգնությամբ իջնում։ Այստեղ ունենք օրիգինալ ձախ ղեկ, վազքը ընդամենը 240,000 կիլոմետր, ավտոմատ փոխանցման տուփ, Citronic ռեժիմով, այստեղ էլեկտրական ապակիներ հիշողության ռեժիմներով, ահա մի հատ ընդհանուր սրահի տեսքը, եւ ապա ցուցադրելու ենք, թե ինչպես ենք բացում եւ փակում նստարանները։ Այս մեքենան, քանի որ S կոմպլեկտացիան է, այստեղ մեկ ամբողջական նստատեղ է, այստեղ երկու նստատեղերը թույլ է տալիս 4 հոգի նստելու, 3 հոգի այստեղից նստելու։ Այս նստատեղերը Cell կոմպլեկտացիայի եւ CE կոմպլեկտացիայի, այսինքն միջին եւ full տարբերակների մեջ, ծալվում մտնում են դարակների մեջ։ Մենք այս դարակների մեջ տեղադրել ենք 2 հատ 40 լիտրանոց հեղուկ գազ, այդ իսկ պատճառով մեքենայի նստարանները չի ծալվում։ Հիմա կանցնենք ետևի մասին եւ ցույց կտանք, թե ինչպես է այս նստարանները ծալվում, դառնալով հսկայածավալ բեռնախցիկ։ Ես նշեցի, բեռնախցիկը բավականին տարողունակ է, ունենք հսկայածավալ դարակ, որը դեպի ներքև է գնում։ Այստեղ մեկ սիզելնիկի օրինակով ցույց տամ, թե ինչպես է պարկում դառնալով բեռնախցիկ։ Մեկ ֆունկցիա, երկուս, այսպես ծալվելով դառնում է հսկայածավալ բեռնախցիկ։ Ահա այն։ Հիմա նորից 1 եւ 2 փակվում է։ Դե հիմա մի հատ փորձարկենք թաղերով։ Լավ առատ ձուն է տեղում։ Այս մեքենան բացարձակ ճանապարհներին չի հոգնածնում։ Շատ հարմար է վարելու համար, շատ փափուկ, հարմար մեքենա է։ Հատ ռազմարոտ ենք կատարում ու շարժում։
Ինչ հիմա գնանք մեքենան փորձարկելու, ճիշտ է եղանակային պայմանները թույլ չի տալու ձեզ մենք ավելի շատ բան ցույց տալու, բայց ունենք այն ինչ ունենք, ինչպես նշեցի, մեքենան 3 ծավալային շարժի չէ, 197 ժայռը շատ ցածր է, բայց տեղից փոկվելով, բուսկավատ անելով փոկվում է։ Ինքը շատ հզոր մոտոր է, այս մոտորները նաև տեղադրվում են Jeep Grand Caravan-ները, Dodge Grand Caravan-ների վրա, Jeep Wrangler-ների վրա շատ դիմացկուն հարմար մոտոր է, եղանակը թույլ չի տալիս մենք ավելին ձեզ ցույց տանք, բայց ունենք այն ինչ ունենք, էլի։ Այլեցեք ընդհանուր մեքենան, ահա այսքանն էր մեր ավտոաբզորը։ Ինչպես նշեցի, այս մեքենան վաճառվում է, վերևում թողում է մեքենայի տիրոջ հեռախոսնամբարը, զանգարեք, պայմանավորվեք։ Շատ իդեալական մեքենա է, ամբողջովին մեր ավտոաբզորի մեջ դուք տեսել եք այդ ամենը։ Մենք այս ամենը ձեզ ավելի շուտ կտեղեկացնենք մեր Telegram-յան չաթի օգնությամբ։ Ահա այսքանը։